Podcast էի լսում, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս ընդհանրապես քննելուց առաջ տարբեր գիտական եւ կրթական թեմաներով ոդկասթներ եմ լսում եւ դա այդ թվում նրա մասին էր, թե չնայած Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը շատ ֆունդամենտալ նշանակություն ուներ աշխարհի եւ տիեզերքի ճանաչման համար, բայց ինչպիսի ֆունդամենտալ հարցերում ինքը սխալ դուրս եկավ, շատ ֆունդամենտալ հարցերում, որովհետև օրինակ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հիմնվում էր տիեզերքի ստատիկ լինելու տեսության վրա եւ 50 տարի մոտավորապես պահանջվեց, որպեսզի տեսությունը այդ մասով հերկվի։ Ես նկատի ինչի համար եմ սա ասում, հիմա ոչ մեկ չի գնացել եւ Էյնշտեյնից իր Նոբելյան մրցանակը եւ մյուս դափնիները չի վերցրել, ընդհակառակը ավելի բարձր են գնահատում, ինչու, որովհետեւ իմացությունը ճանապարհ է։ Նա ով չի փոխվում, մի այդպիսի ասացված կա, տգետ նա ով չի փոխվում։ Եթե աշխարհի ճանաչման հիման աշխարհի եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մնային այնպիսին ինչպիսին են 2018 կամ 19 կամ 20 թվականին, ընդ որում ինստիտուցիոնալ, ոչ թե մեր, այլ ինստիտուցիոնալ Հայաստանի Հանրապետություն։ Այսօր Հայաստանի Հանրապետություն չէր կարող լինել։ Ես էլ եմ ասում, դու սենց որ այս տեմպով գնաք, դուք էսա հասնելու եք 3-րդ դասարանում իմ գրած ոտանավորներին։ Գալու եք, ասելու եք, բա դու 3-րդ դասարանում, հիմա ի ժամանակ էիր դու ստում, թե հիմա։ Ձեր պրոբլեմը նտեղ է, ես էլ եմ ասում, դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդանում։ Դուք չեք հասկանում, դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդանում։ Հələ այն մի մասը գոնե այդքան խելք ունի, չի մասնակցում։ Հիմի ձեր կեսի չափով տենց, կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն ալնելու, մեկ էլ ընդեղ բանով։ Երրորդ ուժն է, ինչպես ասում են բանով, դավեսկայով մի հատ է երրորդ ուժը ալնելու, որ դուք չեք լինելու։ Դա գիտեք ինչից է։ Ձեր հարցից է։ Որտեղ դուք չեք հասկանում, դուք այսօր ամեն ինչ ընկալում եք նենց, ոնց որ 3 տարի առաջ, 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, եւ էտա։ Այո, եւ մենք այսօր ունենք խաղաղություն։ Եվ մենք ունենք այսօր խաղաղություն, եւ մենք հասկացել ենք մի բան, որ եթե մենք մեր խաղաղության երաշխավորը չլինենք, մենք ոչ մեկ երաշխավորը չի լինի, որովհետեւ մեր խաղաղությունը մենակ մեզ է պետք։ Մենակ մեզ է պետք, ուրիշ ոչ մեկի մեր խաղաղությունը առնվազն ավելի շատ պետք չի։ Արձագանք։ Ավելի լավ է որոշ բաներ չհասկանալ, քան ձեր նման հասկանալով ստել, սա ձեր 3-րդ դասարանի շարադրությունը չէր։ Սա ընդամենը մի քանի տարի առաջ, երբ բանակցում եք նախաստորագրած թղթի մասին, այդ մամուլի չենք հասնի, տենց սադոմազոխիստական հակումներ չկան։ Սա ընդամենը ձեր մի քանի տարի առաջ հարցազրույցից էր հատված, ու ես շատ պարզ բան էի ուզում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսնի։ Դուք այս ամենը փաթեթավորեցիք Էյնշտեյնով հարաբերականության տեսությամբ, մի պարզ բան քողարկելու, փաստորեն ասացիք, որ այո, անկյունակարային հարցի շուրջ տեսակետ եք փոխել։ Հիմա 180 աստիճան հակառակ բանն եք ասում։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մի պարզ ուղերձ ունեմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք 6 ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք ես նորից եմ փոխվել, ավելի է ընդլայնվել իմ աշխարհայացքը եւ մտահորիզոնը։ Ու հիմա էլ ասում եմ ճիշտ հակառակը նրա, ինչ որ այսօր ստեղից եք ասում, ձեզ վստահել է հանցագործությունը, շնորհակալություն ձեզ։ Մի քանի տարի առաջ եւ մենք այն իրավիճակում ընդամենը մի տարի առաջ, տարի ու կես առաջ մենք կարող ենք համարել, որ մենք էլեկտրականության շատ էական բան ունենք, հավելցուկ ունենք, որը պետք է սպառելու տեղ գտնենք, այսօր
չունենք էլ այսօր արդեն մենք պիտի մտածենք, թե ինչպիսի նոր հզորություններ գեներացնենք, որպեսզի $5 միլիարդ ներդրումային պոտենցիալը, որը հենց միայն Firebird ծրագրով մենք ունենք, այդ պոտենցիալը մենք իրացնենք։ Իհարկե, այս ուղղությամբ էլ մենք շատ կոնկրետ գործողություններ ենք ձեռնարկում եւ ունենք լավ լուրեր այդ առումով եւ ընդամենը այս օրերին արտաքին գործերի նախարարը գտնվում է այցով Եվրոպական միություն եւ Եվրոպական միությունում արտաքին գործերի նախարարների ֆորմատով ձևաչափով տեղի են ունեցել քննարկումներ եւ Եվրոպական միությունը վերահաստատել է իր հանձնառությունը Հայաստանում կուտակիչ կայանների զարգացման գործում արագացված աջակցություն ցուցաբերելու համար, սա նշանակում է, որ մենք մեծ քայլերով շարժվելու ենք դեպի էներգետիկ ավելի լայն անկախություն եւ ավելի հուսալի անվտանգություն, որովհետեւ արդեն հայտնի փաստ է, որ մասնավորապես արևային էներգետիկայի ոլորտում մենք ունենք ըստ էության անսահմանափակ պոտենցիալ եւ մեզ մնում է պարզապես այդ պոտենցիալը իրացնել եւ իրացնելու այդ հնարավորությունները այսօր առարկայանում են եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով այսօր արդեն մենք ընդունել ենք կառավարության ծրագիր, որով կուտակիչ կայանների մասնավոր հատվածում ներդրումը նաև արտադրական հատվածում ներդրումը արագացնում եւ խթանում ենք եւ այս տրամաբանությամբ մենք պետքա գնանք առաջ։ Հարգելի գործընկերներ, իհարկե մենք հիմա ամփոփում ենք ընթացիկ 8-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները եւ ես նաեւ այս առիթը օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավորներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար, որովհետեւ մենք իսկապես շատ դժվար ճանապարհ ենք անցել, բայց բանալի բառը անցնելն է, որովհետեւ մենք այդ ճանապարհը անցել ենք եւ հույս ունեմ ես իմ վերած տվյալներով կարողացա հաղորդել այդ զգացողությունը, որ մենք այդ ճանապարհը անցնելով հասել ենք բոլորովին այլ տեղ։ Իհարկե, մարտահրավերները նույնպես տեղում են եւ առարկայանում են եւ պիտի արձանագրեմ, որ առաջինը մենք երկու անգամ ծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի արտահայտությունը։ Ուզում եմ հիշեցնել 2021 թվականին մենք ինչ միջավայրում ենք իրականացրել խորհրդարանական ընտրությունները եւ այդ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն են ունեցել 2026 թվականի